Եղբայրս, ես երեկվանից չեմ կարող կապվում եմ ձեր հետ։ Հուսով եմ մեր զրույցը կստացվի։ Ես ներկայացնում եմ սկսենք զերոյից նախաձեռնությունը։ Իմ անունն է Զավեն Դանիելյան։ Եթե չեմ սխալվում, մենք հանդիպել ենք իրար հետ, ձեր ձայնից ես հասկացա։ Մենք հանդիպել ենք ամեն հավանականությամբ նախարարությունում քննարկման մասնակցում։ Եվ այդպես, երբ ես մեկ անգամ ձեր տանից ուրեմն բերել եմ աշխատավայր։ Եղբայրս, մենք շատ հուզող հարցեր ունենք, ինչպես տեսնում ենք, շատ ձգձգվում է, արդեն 1 տարուց ավել է։ Մի հարց, որը կապված է զեղչերի հետ, ոչ մի կերպ չի լուծվում այս հարցը։ Եվ ամեն մեր պատասխանին, նայեք, ամեն մեր նամակին սպասում են բազմաթիվ հազարավոր վարորդներ, ձեր նամակի պատասխանին սպասում։ Երբ դրամ կիլեր սակագնով եղբայրս, վարորդին չեն նայում, որ հեղուկ գազը թանկացել է, բենզինը 4-5 տարի է, այդ 7 տարի երևի այդ 300 դրամ է մնացել։ Այսինքն սակագներից հենց մենք չենք խոսում։ Մենք կռիվ ենք անում, որ առանց մեր գիտակցությամբ դուք զերծ եք անում հաճախորդին։ Եվ նաև իրանք պատասխանում են, որ այդպեսով մենք ներգրավում ենք պատվիրատուներ, այսպես այնպես։ Դուք չեք կարծում, որ այդպեսով իրանք մոնոպոլացնում են դաշտը, այդպեսով կոդորում են մեր տեղական օպերատորներին, որոնք չեն կարող այդպեսի զերծ անեն, եւ վերջապես չեք կարծում, որ սարսափելի սխալ է իրանց կողմից, երբ ամեն բարորդի հաշվին զերծ եւ դա վաճառեն պատվիրատուին, որտեղ իրանք գումարշահույթ են ստանում այդտեղից։ Թող իրանք կոմպենսացնեն, դա 50%-ով թող մենք որպես զերծ անենք, թող 50%-ը վարորդը օպերատորը կոմպենսացնի վարորդին եւ ոչ թե վաճառի այդ պրոդուկտը պատվիրատուին։ Հիմա էլ նայեք ինչ է կատարում։ Բարձում է Vivace MTS-ը նաեւ նորից վճարում է Yandex-ին, որ Yandex-ը իրան գովազդանի, որ մենք քարտեր առնենք։ Մի խոսքով մենք մի հատ մեծ կինոյի մեջ ենք, եղբայրս։ Եվ մեզ օգնական, ասեմ ձեզ, կներեք վերջացնեմ, նոր կլսեմ ձեզ, ոչ մի կառույց Հայաստանի Հանրապետությունում մենք բոլորի հետ համերաձայն հանդիպել ենք, նույնիսկ Վարշավետի աշխատակազմի աշխատակիցների հետ կառավարության շենքում։ Ոչ մի կառույց հանց չի վերցնում, որպեսզի օգնի այս փթած ոլորտը։ Նայեք ինչ է կատարում։ Գործի կատարում չունենալը դա պատասխան չի 45000 վարորդին։ Դա մի հատ, չգիտեմ, լղոսված ծուր պատասխան է, որ մեզ տվել են տարածքային կառավարման նախարարությունում, երբ որ իրանք ուզեցան, որ գործիքակազմ ունենան, իրանք տարան Տուրքի օրենքը խորհրդ տարան, հաստատեցին, հետ բերեցին եւ մեզ խաբելով հենց այդ նույն օրը, որ մենք հանդիպել ենք, մեզ ասել են, որ դա ձեր, ուրեմն ձեր հաշվին չէ, դա օպերատորները պետք է վճարեն։ Բայց սեպտեմբերի 1-ից մի կառույց չելավ, ասի հələ մի րոպե, այս 45000 վարորդին ո՞նց խաբեցիք դուք։ Այդ օպերատորին ինչի չեք ասում, օպերատոր դա դու պետք է տաս, ոչ թե վարորդը։ Այսինքն խնդիրներն այնքան շատ են եւ երեք ձեր աշխատակիցը եղբայրս որ զանգեցի, ասում է դուք նամակ եք ուղարկել, որ գիտեք երկորում այդ հարցը դիլուծվի, ախր չէ, ախր դուք իրավասու մարմին եք, որ անցած տարի փետրվարից այդ հարցը արձիական է ու երեք ես չեմ այս նամակը սոցկայքի ոնց որ չիմ կարծիքով հələ չի եղել, մարդիկ սպասում են թե տեսնենք ինչ պատասխան է դրանպես, ինչ պատասխան է ձերշերի մասով եւ մնացած մասերով նույնպես եղբայր, ասենք բեկեդը չի բացում, դու պրոդուկտ ես ծախում Ես գնում եմ ճիշտ ամիսնորդավճարներով։ Ես բեկետը չեմ տեսնում ուր եմ գնում։ Ես ո՞ս կարամ 700 դրամով ենթադրենք ծառայություն մատուցել, որ ես չգիտեմ ուր եմ գնում տապես։ Այսինքն այնքան բաներ կա եւ վերջերս բոնուսների գողությունը, որ բոնուսները տալիս, դա էլ է մոնոպոլիա։ Մի խոսքով դուք ինձանից լավ գիտեք։ Այդ չասեմ վերջին 20 օր առաջ որ թարմացել է իր ծրագիրը, դուք ծանոթ եք իր վերջին ծրագրի հետ, որը ամբողջ օվին թրաֆիկինգի է ենթարկել 45000 վարորդի։ Այսինքն դուք չեք կարող պատվեր չվերցնել, որովհետև դուք այլևս չունեք ակտիվություն նախորդ ծրագրում ակտիվություն էր մինչև 100 էր։ Ինչ ասում էր 10, ձեզ բլոկում էր։ Ամեն ինչ ասնելը -4, -6 էր անում։ Հիմա ակտիվություն չունի վարորդը, ունի պրիորիտետ, այդ պրիորիտետը որ չի վերցնում, -4 իջնում է, հասնում է 30-ի, ապիրափակվում է 6 ժամ։ Եվ ինքը ինչ է ուրեմն 300 դրամը տվեց չի կարա չվերցնի, եւ այդ պրիորիտետից կախված է վարորդի աշխատանքը արդեն այն մասով, որ իրան պատվեր չի տալու, որտեղ պրիորիտետները կռիվ են տալու վարորդների պրիորիտետները իրար հետ համակարգում։ Կռիվ են տալու թե ումն է բարձր պատվերը որին գնա։ Սա խայտարակ վիճակ է, այսինքն ես չեմ կարող չվերցնեմ, որովհետև եթե մի քանի հատ օրվա մեջ 3 հատ չվերցնեմ, -12 պրիորիտետը, դա արդեն շատ լուրջ թիվ է, որ ես պատվեր այլևս չստանամ։ Այսինքն դու խեղդում ես ինձ, տալիս ես 700 դրամանոց։ Այո, խեղդում եմ, որ ես վերցնեմ, եւ հետո ես չեմ տեսնում ուր է գնում։ Հասկանում եք սա ինչ է։ Յուրաքանչյուր երեք էլ ասեցի, յուրաքանչյուր եղբայրս վարորդի օնլայն հարցրեք, ասում է, այսքան 1.5 տարի նախաձեռնությունը մեր հետ կռիվ է տվել եւ բոլոր պետայրերին դիմել ենք, ասել ենք, падգամավորների հետ ենք հանդիպել, Արեն Սիմոնի խորհրդատուի հետ բոլորին դելեգացել ենք։ Եթե մեր հարցը չի լուծում, ուրեմն կոռումպացված է այս դաշտը։ Ուրեմն սերվիզը չհամատաններով հետում է տվյալ կառույցներ, եղբայր ժողովրդական լեզվով ձեզ հետ խոսում եմ, ազատ անկեց։ Ասել եք մարդը ուրիշ բան չկա մտածելու։ Չի կարա մարդը իրան ճղի 1.5 տարի եւ իր կյանքում բան չփոխվի։ Եվ տրանսպորտը դա հասնի, գազը այսքան թանկ, բենզինը, զապշացները արդ երկրից ներմուծումը, այսքան թանկ հիմա դուք հիշում եք իմ 20 թիվ մեքենայի պատմությունը։ Դուք գիտեք որ հիմա իմ 20 թիվը ես փոխել եմ այս Central Forte-ով եւ բարձրացվեց 20 թիվ Forte եմ վերցրել եւ բարձրացվեց որ 20 թիվը այլևս արդիական չէ, որովհետեւ 23-ից 25 թիվն է, ուրեմն բարձր պրիորիտետով։ Դուք հասկանում եք մարդու ինչ անում ինքը։ Եթե դու մարդուն ուղարկում ես բանկ, ուղարկում ես ներդրում անելու ես ոլորտ, զարգացնելու, մենք համաձայն ենք որ զարգացնի, բայց դու սակագնին չես նայի, ո՞ս կարա $15000 ավտոն կոմֆորտ է տա միայն։
Դա ոնց կարա կոմֆորտը սկսի $12,000-անոց։ Դու սակագինը իր 400 դրամից կոմֆորտը բարձրացրել ես, դու միջնորդավճար իջացրել ես։ Իսկ ակն տալում է որ վերջապես մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կընդունի մի փաթեթ, որը կսահմանի միջնորդավճարի ներքին եւ վերին շեմ։ Ուրեմն բեկեդերը բոլորի բաց կթողի, ես մոնոպոլիան կվերացնի, զեղչերը կվերացնի մեր հաշվին։ Ես չգիտեմ արդեն եղբայրս, հիմա ուշադիր լսեմ ձեր խոսքից, ասում եմ կախված է այս 45000 վարորդի, ուրեմն այն մասը որ իրանք ինչ կմտածեն ձեր կառույցի մասին, ընդհանրապես պետայրերի մասին։ Ինչ որ մի սպոպիչ խոսք, ինչ որ մի, չգիտեմ։ Մենք չենք արդեն սպասում, չենք ուզում լղոզված, ծռմռված Yandex-ի պատասխանները մենք տենանք մեր այդ email-ին, որից որ մենք ուղարկում ենք ձեզ նամակ։ Հիմա ուշադիր կլսեմ ձեզ։ Զարմաջան, սկսենք բանից։ Գերությունից որ ամենին հանրակացան դուք եք ուղարկել։ Այո, մեր նախաձեռնության Հրաչ Հովհաննիսյանն ուղարկել։ Գերությունը ֆորմալ պատասխան ստանալու, այսինքն մեջը գրած է որ հիմա հանրաժողով ուսումնասիրում է։ Որտեղ այս ոչ մի հստակ բան հանրաժողովը ձեզ ասելու, բանի իմաստով, կարգավորման մշակման իմաստով չի կարողանա։ Առաջին ինչի, որովհետև քաղաքացիական մշակող տրանսպորտի ոլորտում հենց նախարարությունը որ ձեզ ասել է ոչ մի լիազորություն չունի։ Դա դեպքն է։ Ոնց դեպքն է տրանսպորտի ոլորտին քան կարգավորումը տալիս է, այդ նույն շրջանակներում գործում է նաև ձերը։ Ոնց հասկացաք այդ կարգավորումը բավականին արագ փոփոխելի է եւ որ յանք դուքեր էին դարձել։ Ու այդ կարգավորումները մեր դաշտից դուրս են իրենց մոտ են։ Կապված գների հետ։ Ոստեղ պետք է միանգամից արձանագրենք, որ գործունեության մեջ առանձին տեսակի գների սահմանումը ոնց դուք ուզում եք, այսինքն սակագների օրինակ վերին ներքևի շեմի, միջնորդավճարների վերևի ու ներքևի շեմի կիրառումը մեծ բան դրամբացան, ոչ տնտեսական իմաստով Հայաստանում կիրառվի բան չի, տարբերակ չի, որովհետեւ ցանկացած գնային կարգավորում մասնակցային ոլորտում, այսինքն որտեղ որ մեր մոտ բան չի, բնական մենեջմենտ չի, ՀՑԿ-ի բան չի, ջուր գազ չի, մեր երկրում չի կիրառվում որպես այդպես։ Մյուս կողմից ուրիշ հարց կա, հարցը բանում է Արդյոք տնտեսվարի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարի կողմից կիրառված գնային քաղաքականության արդյունքում այդ մարդը օրինակ երշահույթ է ստանում։ Կամ արդյոք ինքերի փոփոխում այն դրամաբանությամբ, որ վատարացնի օրինակ ուրիշների վիճակը։ Ենթադրենք դե ինքերի դատավարությունների դեպքում այդ միջնորդավճարներն այսինքն ինքեր դատավարությունն է։ Հիմա նույն դրամաբանությամբ ավելի բարձր շուկայում ենթադրենք ինչ-որ մեկը շաքարը ծախում այդ ոլորտում գերիշխող դիրք ունի։ Եթե ինքը դիվեր ռիսկը բարձրացնում է կամ ռիսկը իջեցնում է, այդ ցանկացած գործողություն հանձնաժողովի կողմից դիտարկվում է։ Այս պայծառությամբ մեր համար հիմնական հարցը կապված է ոչ թե բանի հետ, միջնորդավճարը բարձրանում միջնում է, այլ արդյոք սա դա ասեմ ուղիղ որ հանրաժողովը դիտարկում է նաև տաքսի ոլորտի տնտեսվարողների հասույթները, շահույթների չափերը ու ոլորտում շահութաբերությունը ինչքան ստանում հենց գերությունը։ Այսինքն մեր համար կարևոր է հասկանալ նաև ով այս պատմության մեջ ով աշխատում շատ ցած ասեմ։ Իսկ կապված է մյուս հարցի հետ, որը այն վարկել եմ ես ասել, հիմա էլ եմ ասում կապված Yandex Plus-ի հետ, որը աշխատում էր Viva-ով, որը աշխատում է ուղիղ, հիմա որ ասեցիք Mir-ի հետ կապված ես էլ մի մոտ գրանցել, հարցրեք։ Դուք կարող եք Google-ով մտնել նաև որ ընդ գովաստա որ նաև կարող են Mir-ից օգտվողները գցեն նույնիսկ Yandex Plus-ով իրար հետ ամբողջովին գցեն եւ ստանան 20%։ Google-ով գրեք տեսնեք։ Դա բարելու բան չի։ Ես իմ մոտ դժվար գրանցել եմ, դեռ հիմնական հարցն է որ հա այդ հարցով մենք ստացել ենք պատասխանը, որ դուք ներկայացրեցիք կապված այդ որ վարորդը ավել պատվերներ է ստանում, դրա հաշվին իր մոտ գեներացումը ավելի եկամուտ է։ Այո։ 10% չանը, բայց ավել պատվեր ամենով եւ այս հարցը մեր մոտ մեկը քննարկել է լինելու։ Այսինքն մենք հիմա այն գործընթացը որ հանրաժողովը անում է, ու այն շնորհիվ պատասխանի մեջ հաշված է։ Իսկ Yandex ընկերության հետ վարվող աշխատանքն է կապված իր ներքին մեխանիզմների հետ, այսինքն հանրաժողովը գործիք ունի բարձր լեզվով ասած մտածային աուդիտի ֆորմատում։ Երբ որ մենք ստիպում ենք ընկերությանը, ապա մենք մենք խորհրդակցության արդյունքում ընկերությունը ընդունում է կամավոր սեփական գործընթացները ավելի մտածային դարձնելու ու դրանց մշտական աուդիտ անելու գործընթացը։ Այս մասով մենք ունենք համաձայնություն ու աշխատում ենք Yandex-ի հետ, որ ինքերի գործիքակազմը, որ բացատրեմ այդ գործիքակազմը ունի ասենք Օլան, Նատալի ֆարմը, կոնյակի գործարաններ, համանման գործընթացներ մենք ուզում ենք ունենալ Yandex-ի։ Եղբայրս, ես ձեզ մի հարց տամ, բայց ժողովրդական լեզվով։ Զեղչերի մասով երբ որ քննարկում եք օպերատորի հետ թուլանում է թե չէ։ Օպերատորի բանը։ Այո, օպերատորը թուլանում է, որ ինքը սխալ անում։ Լրում է, այսինքն համաձայնում է այդ մտքի հետ որ սխալ անում։ Իմ ասածն է դա, մենք այս բայդրությամբ ունենք այս ֆորմալ պատասխանը, որ դες պատվերների քանակն ավելանում է, բայց մենք պետք է հասկանանք նաև այդ հանգամանքը, որ եթե օպերատորը փող է ստանում համ վիվազերի ենթադրենք դրա համար, համ այդ ավել պատվերից ինքն էլ ավել միջնորդավճար ստանում։ Համեր Yandex Plus-ից 3 սակագին կա 1190 դες դետում է։ Դա գումարներ է։ Ունի ինքը բաժանորդագրությունից փող է ստանում, ինքը այդ փող է ստանում, ու ինքը նաև այդ ավել պատվերը որ դուք եք ստանում, ինքը դրա ավել պատվերներ է ստանում, ինքը իր խոսքը ունենում, իսկ դուք մենակ այդ միած պատվերների քանակի ավելացումը, այս հարցը ներվա քննարկվելու հիմնական առարկանից հետո, որտեղ մենք ասում ենք ֆորմալ ստացել ենք պատասխանը, հարցում ուղարկել ենք, ասել ենք Yandex Plus-ի հետ կապված բաժանորդը ինչա կատարվում, իր պատասխանները այն ինչ որ ինքը դες ասում, այն ինչ որ ֆորմալ պատասխանը կապված է այդ պատվերների քանակն ավելանում է։ Ավելանում է, բայց դուք տեսեք ինչ անում ինքը։ Ինքը մնացած բոլոր օպերատորներին տեղական եւ դսի չկա, երևի մենակ ինքն է։ Բոլորին ինքը տրորել է այդ զեղչերով։ Դուք պատկերացնում եք հարցը առանձին այդ հետ եմ ասի, որ մի հարց այն թե հարաբերությունների մեջ է ինքը ձեր հետ, այսինքն արդյոք ինքը այդ իրավիճակում ստանում է այդ ավել շահույթը ու այդ ոնց անհատար է ասած այդ գումարի բաշխումը, որ գեներացում է այդ զեղչի արդյունքում, այսինքն ինքը ասում է մեր համատեղակցն է, բայց այդ համատեղության մեջ ինչքան ոնց ասած ձերը ինչքան է իրան է։ Ու երկրորդ հարցը դեր ասած միգնա որ հաշվի ենք առնում, որ գեշով դիպ ունեցող տնտեսվարողը զեղչ է իրականացնում, բայց այդ զեղչը հաստատի դեմպինգային դրամաբանություն։ Այո։ Ոչ թե կարող է այլ հենց դեմպինգ է։ Էդի առանձին գնահատական
հարցը, որ նույնպես հանձնաժողովը այս նույն հարցի շրջանակներում դիտարկում է։ Այսինքն մեր համար այս պայմանությամբ առաջնայինն է իր ընդհանուր գործընթացների այդ մրցակցային աուդիտի գաղափարն է, դա առաջին process-ը։ Երկրորդ process-ը դեռ չէ նա, որը որ դուք ինձ ասել եք, թե առաջին քննարկմանը մենք ժամանակ բանից սկսել ենք process-ը, թե մենք դեռ քննարկել ենք, ու հիմա մենք դրա մեջ ենք ակտիվ գործընթացի իմաստով, դա երկրորդ գործընթացը։ Երրորդը ինչի հետ կապված, որ կարող է դեր վրա ավելի քիչ ազդի, բայց ինչ որ մենք ուզում ենք ավելի հստակ տեսնել, դա դերեկատվությունն է, մեկ էլ սակագների փոփոխության դրամաբանությունը։ Այստեղ չեմ կարող դիտել կոնկրետ մախոստանալ, որտեղ գործընթացը ընթացիկ process է, մենք պետք է հասկանանք դրա էֆեկտիվ տարբերակը, բայց խոսքը գնում է նրա մասին, որ օրինակ ոչ թե ուղիղ ու կոշտ սակագնային կարգավորում, բայց օրինակ կատեգորիաների միջև գների փոփոխության դրամաբանությունը։ Այսինքն որ մի կատեգորիան օրինակ կոմֆորտ մարժի, չգիտեմ, կոմֆորտ պլյուս մարժի ընդհանրենք 1200 դրամ, ու բիզնեսը վեր կարժի 2500 ընդհանրենք։ Ու արդյունքում որ ավտոնների տարբերությունը մոտավորապես մի տարի է ընդհանրենք, ու այդ միջի ջուրն է տարբերությունը, բայց գների տարբերությունը մոտավորապես 2 անգամ է գալիս։ Այդ հարցը մեր համար կարևոր է, մենք ուզում ենք առնվազն ընկալելի լինի այդ գների տարբերությունը։ Երբեմն լինում է որ բիզնեսը ստարտը բիզնեսից թանկ է, բայց բիզնեսը ունի իր մեջ երկու շիշ ջուր մինիմում։ Խոսքերամասն որ դնում է կատեգորիաների այդ տարբերությունները, ելնում են իրավիճակներ, որտեղ կատեգորիաների գների տարբերությունները դաժան թեժ գները դնենք մի կողմ։ Պրոֆտենտինգը բացեն գներ նորմալ ժամանակ բացել են վերև կանաչացում տալի, բայց գների տարբերությունը ժողովրդանցի լոգիկա է բակալում։ Այդ հարցը պետք է կարգավորել, թեժ գների հարցը պետք է կարգավորել մեր տեսանկյունից։ Մենք բազմաթիվ տեսանյութեր ունենք, թե ինքը ոնց է խեղաթյուրում վարորդին։ Ես վերջերս մի 10 օր առաջ եմ բան արել, ուրեմն 700 տարիքով 1000 դրամանոց կոմֆորտ է տվել ինձ։ Ու ես միանգամից էկրան զապիսը միացրել եմ ու խոսում եմ վարորդներ ջան, հələ մի հատ տեսեք 700 տարիքով 1000 դրամանոց կոմֆորտ երբևիցե լսած կա, որտեղ կոմֆորտը սկսում է 400 դրամից։ Ուրեմն ըստ այդմ պետք է լինի 1100 դրամ։ Դա ինքը ինչ անում։ Այո, ինքը խախտում է վարորդին։ Վարորդը դու վերջացնում կրծում է, տեսնում է պավիշենից պրոսը տարիֆը 200 էր։ Ասում եմ ո՞նց կլինի 700 է տվել։ Հաստ վիճակ է, տեսանյութը կա։ Կարևոր է հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ սակագների տարբերությունը ունենա հստակ մշակած տրամաբանություն ու ամեն անգամ չփոխվի այս իրավիճակի։ Այսինքն այդ բարոյը ու սպարողը ճիշտ որ ասեմ երկու կողմից նույն իրավիճակն է։ Այսինքն դուք ձևավորում եք ակնկալիք ինչ աշխատեք, եթե դժմերում պետք է ձևավորում ակնկալիք, այդ անդրեն ինչքան պետք է արվի, եթե բացում եմ ուզում եմ կոմֆորտ պլյուս ոչ թե կոմֆորտ։ Չպետք է ինձ որ գների տարբերությունը կամ լինի 100 դրամ, որ հեսա չջոգի տարբերությունը ինչքան է, կամ ռեսկ պետք է լինի 5 անգամ ավել։ Այդ հարցը, այսինքն երրորդ հարցը ու ընդհանուր առմամբ տեղեկատվության ներկայացումը կայքում, այսինքն կայքում չէ, էփում, ստեղ հարցավելիչած վարորդների համար է, ստեղ հիմնական բանը որ պետք է դերասեն կապված աշխատանքային հարաբերությունների հետ, հիմնական թեման է, այսպես ասած, այդ ձեր ու ձեր գործատուի հարաբերություններն աստեղ այդ ոնց որ արտադրությունը որ մեր լիազորությունները դե չէ հասնում, բայց մեր լիազորությունները կապված դեր աշխատանքային հարաբերություններ կան հասնում մաքսիմում եմ ասում որ Yandex-ը գերշով դիրքում։ Ու էսի հանձնաժողովն ուսումնասիրում, այսինքն հանձնաժողովն ուսումնասիրում է թե իմ ասած պատմությունը կապված արդյոք այդ զեղչը մի տեսակ մրցակցային խնդիր ձևավորում է թե չէ, ու նաև արդյոք հանձնաբանի Yandex-ի գերշով դիրքը ձեր նկատմամբ բանակցային ուժեղ դիրքը, որտեղ ինքը ուժեղ խառացողն է ձեր պայմանագրում։ Ոնց որ դու հատով վարորդ եք 45000 հոգի մարդ, ինքը մի ինտերեսն է տեսավին, ոնց որ ասма ռեվոլյուցիոնի ընդհանուր կոնտրակտը։ Արդյոք ինչ որ գետում պատասխանման հնարավորություն ունի ձեր նկատմամբ։ Այդ հարցերը քննարկում է հանձնաժողովը, բանի հետ կապված, դեղչի հետ կապված դա առաջնային հարց է, դեղչի մեկ էլ են իմացած առաջին աուդիտի հետ կապված։ Մենք այս պայմանությամբ որ այնտեղ լինեմ վերջին մեկ ամսվա ընթացքում երևի մի քանի հանդիպում ենք ունեցել, եթե ոչ օնլայն, հեռախոսային զրույցի ու քննարկման ֆորմատով ու ելի ունենալու։ Ես կարամ ձեզ խնդրեմ եւ առաջարկեմ, եթե իհարկե իրանք այդքան ոնց ձևակերպեն, որ փողոցային բաց չօգտագործեմ, եթե իրանք կհամաձայնվեն, ներգրավեք մեր նախաձեռնությունից առնվազն 2 հոգի քննարկմանը։ Եթե իրանք կհամաձայնվեն եւ եթե դուք կհամաձայնվեք։ Դե ես եմ ասում իրական Զամեն ջան, այն բաժինը որ զբաղվում է այդ ձերչերի ընդհանուր դրամաբանությունը դա ոնց հարազդում, ցանկացած դեպքում նաև ես եմ ներգրաված, բայց դա գերիշխողի համատեքստը մեր մոտ կնարկում այլ բաժին, բայց այդ կոնտակտային տվյալները փաստացի մեր մոտ կա, ձերգիրությունը մեր մոտ կա ու մեյլը կա որից եկել է, հանձնաժողովը ցանկացած դեպքում երբ ինչ-որ ուսումնասիրություն է իրականացնում, հարավի շրջանակներում ցեղի ուսումնասիրություն եւ տենում որ տեղեկատվության աղբյուրի դեպքում նաև վարորդները կարողանեն ու երևի թե դա ամենաէֆեկտիվ աղբյուրներից մեկը կարանտին է, անպայման կներգրավի ես ինքս կքննարկեմ այդ հարցը համ մամլոխոսնակի հետ հանձնաժողովի համ այդ բաժնի հետ, ցանկացած դեպքում եթե դա անհրաժեշտություն ունի, անգամ առանց Yandex-ի, եթե մենք հենց վարորդների հետ քննարկում կազմակերպենք, այո, մենք կգանք։ Այդ հարցը ես կքննարկեմ, բայց դրա արդեն դեր հետ նույնպես։ Արգելիս ուղղակի հեռախոսի բան չի, այնպեսի բաներ կան։ Ես հասկանում եմ, Ես անվերջ կարող եմ խոսել իր բացասական կողմերի մասին, ուրեմն սկսած նրանից, որ ինքը որոշակի բոնուսների զոնա է բացում շրջաններում եւ վրեն գինա գրում 1860, այսինքն պատերը դրանից է սկսում։ Եթե քիչ անես, մնացածը ինքը տալու է։ Առաջներում ենթադրենք եթե 400 դրամ բոնուս տվեց այդ դաշտի մեջից, դրանից գումար չէր գանձում։ Հիմա դրանից էլ է միշտորտավճար տանում։ Իսկ առավոտ ժամը 5-ին համատարած քաշում է հետ այդ լրիվ բոնուսները։ Ուրեմն այսօր ինձ մի վարորդ անորից զանգը 3620 դրամ ոնց որ։ Հետ է գանձել, քերիվա տալիս հետները, բացառումա չեն տալիս։ Անցած շաբաթ 2000 դրամ ինձանից էր գանձել, դա ես կարամ որոշակի երևի թե համեստ գտնվեմ, ասեմ, ազդեցություն ունեմ, կարացի հետ բերեմ։ Դա մնացած վարորդներն ինչ անեն, որ բալանսներից գումարները առավոտ 5-ին գողացում է, դա գողություն է։ Հաստատի ուրիշ բառ չկա հայերենի մեջ։ Այդ հարցերը այն բիեգի մասած բանի մեջ է, երբ որ մենք խոսում ենք այդ գերիշխող չի կոչում, մենք բանակցային ուժեղ դիրք, երբ որ մի կողմը, այսինքն պայմանագրի մի կողմը մյուսի նկատմամբ ավելի ուժեղ դիրք ունի, ասենք սուպերմարկետ։ Այստեղ ամենևին գումարը չէ, որ ինքը հարուստա կարող առաջին լինել։ Հասկանալի է, այստեղ հարցը այն է, արդյոք այդ պայմանը կար, այդ պայմանը արդյոք իրարելու մեխանիզմ ուներ, արդյոք ինքը որով ինքը դիանումը բաղադրված, այդ հարցերը քննարկման ենթակա հարցեր են, ու այդ մեր բաժինը որ կապված է գերիշխողի հետ, այս համատեքստը նույնպես հաշվի կառնի, որովհետև այս ձեռքերի պատմությունը եւ իր դիրքի պատմությունը ուսումնասիրման առարկա է։ Ես ձեզանից խնդրեմ, հա
Հենց որ ես առաջնային կարող ասեմ, այդ Yandex-ի կողմից այդ մտածողային աուդիտի պատմությունն է, որի վրա մենք ակտիվ աշխատում ենք, որ հասկանանք ընդհանրապես ալ գործընթացները, անգլիզը։ Բոլոր, ուրեմն երբ մենք խոսում ենք Yandex-ի մասին, տաքսի մասին չի խոսել, միայն խոսում ենք Yandex-ի մասին, այդ delivery եւ նա դա ամեն ինչի։ Դե ինչը տեսակ ինչ եղավ էլ, ինքը հաղթանակած է դուրս եկել, ըստ մեզ։ Դե անկեղծ դիտի հետ կապված, մենք առանց դուկանքի նշանակումը ենք ունեցել, ու այդ դուկանքի նշանակումը մեր պատկերացմամբ ներմելա այն հետևանքները, որ կարային լինեին, որտեղ դեռ քիչ մենք կարծիքը, որ կարող ոնց որ շատ ավելի տաներ եւ շատ ավելի բան պատմություններ ունեն այն կարծունքում։ Ու մեր գիրառումը ոչ միայն այդ հիմնական գաղափարը երկան հետ գերիշխողի դեմ կռիվ անելը չի, ինչքան գերիշխող դիրքի պայմաններում մարդու կողմից չնշանակում անելը, որտեղ եթե մասն ունի գերիշխողի, օրինակ հիմա Yandex-ը տաքսու ոլորտում, հա, դե ձևավորվել է կամ ավելի հավանական ոլորտներ կա, չգիտեմ դեռ, բենզինի ոլորտում ենթադրենք, հա, այդ հավանաբար ձևավորված ոլորտ է ենթադրենք։ Մեր հարցը ինչ որ մենք այնտեղ գերիշխողը վերանալու ենք քիզի մեջից։ Մենք ավելի հասկացեք նախաձեռնությունը ունի 9 կետեր, կարող եք ծանոթանալ, կա։ Ուրեմն նայեք, մենք չենք ասում դու թող գնա, դու ոչնչացի, ոչ։ Մենք պահանջում ենք հարգանք, փոխադարձ փոխշահավետ համագործակցություն, որ մեզ չխապի, մեզ չոտնահարի, մեզ հասկանում եք, դաշինքը ֆիզիկապես չունի ստե օֆիս, որ մոտենաս հարցը լուծես, որտեղ ինքը բախում է, որ մարդ մոտենա։ Ես անձամբ մոտենում եմ Մոսկովյան 35 իմ հարցը լուծում եմ դե, բայց ամեն վարորդ չի կարա մոտենան դե, գորգորը խայտարական իր հարցը լուծի։ Մեծ օֆիսը չի։ Հա, բայց իրանք վարորդ չեն ընդունում։ Դե դա մենք խոսել ենք դրա ինստիտուցիոնալ կարգավորումը մտածել, այսինքն որի համակարգի ֆորմատով աշխատի։ Առնվազն այս երկու հարցով վստահաբար կարող ասեմ, որ գործընթացը ակտիվացում ու դրա լուծումը տենց մի 1-2 երևի ամսվա հարց է, առնվազն աուդիտի մասով, Yandex Plus-ով մենք գործընթացի մեջ ենք ակտիվ, գնահատողական ֆունկցիայի մասով էլ էդի մեր մոտ գերիշխողի առանձին բաժին է այդ գործառույթի շրջանակներում, բայց այս անձամբ այսօր հենց այդ բաժինը համակարգում մեր կատարողների հետ քննարկում կունենա։ Ես խնդրում եմ, որպեսզի իրանց հետ քննարկեք նաև վերջին թարմացված պրիորիտետով, այո։ Հենց դա պայմանի փոփոխությունը X դիրանով առանց այդ համաձայնեցման այդ նույնպես մասնագետ։ Սա խայտարակություն է ուղղակի մարդը, որի թրաֆիկինգ է, ես անունը դրել եմ թրաֆիկինգ։ Ենթարկում է վարորդին թրաֆիկինգի։ Մարդը չի կարող հրաժարվել տվյալ պատերից։ Բացառում է հրաժարվել 2 հատ 3 հատ շո ինքը պատեր չունի, ինքը ամբողջ օրը մնաց դենց։ Մինչև 6 ժամ է տանում, առաջին անգամը 1 ժամ, հետո 2-3 եւ մշտական մնում է 6 ժամի վրա։ Եթե ընդհանրապես իրական մեծ պրիորիտետի գաղափարը ինքն այդ պայմանի փոփոխության հարցն է, դա նույնպես մասնական հարցը։ Բացատրատի համձեւն է քննարկական հարցը, համ ընդհանուր վարկագիծն է ինքնին քննարկական հարցը, որ գերություն գերիշխող դիրք ունի, ունի հնարավորություն ազդեցություն ունենալու ձեր գործունեության վրա։ Դե ոնց որ Ես եկել ասեցի, եղբայր, յուրաքանչյուր վարորդի փողոցում կանգնացրեք, ուղղակի հարցրեք, տեսեք ինչ կպատմի։ Okay, Դավիթ, այսքանով, այնքան ինչ ես գամ ես։ Այո, ես սպասեմ մեր հանդիպմանը մոտ ապագայում, թեկուզ հունիսին մենք պատրաստ ենք։ Հա, այդ գործընթացը ես նույնպես կփորձեմ իրականացնել, կխոսամ մեր համ ամրոխոսնակի համ կատարողների հետ, կապված ըստ անհրաժեշտության, այսինքն կատարողներին անհրաժեշտ է այդ քննարկումը իրար գնահատման գործընթացում ու հանձնաժողովին էլ, այս դեպքում էլ արդեն մենք դեր կոնտակտներ ենք թե նախաձեռնության թե դեր անձնապես, արդեն ըստ դրա համապատասխան կատարողների։ Շատ լավ, մենք լիահույս ենք, հուսով եմ վերջնական մեզ չեք հիասթափեցնի։ Գոնե մի կառույց կլինի Հայաստանում, որ կանգնի վարորդի կողքին, դրոշակներ են բացասնելու, երբ որ մի հարց լուծեք դուք։ Հենց դա Դավիթ ջան, առնվազն մեր կառույցի մասով կարող ասեմ, որ այն գործընթացը, որ մենք իրականացնում ենք, մենք հանձնարարում ենք դա միջև վերջ գնալու, այսինքն մենք ոչ ինչ-որ շահադիտական նպատակ ունենք, ոչ մեր հիմնական նպատակը ապահովել մրցակցությունը հենց ծառայությունների ոլորտում, որն է շլի, որ մենք գործենք այդ դերասած կանացած տնտեսարողների գործողությունների հաշվին, որոնք հակամարտակցային են, ու նաև հարաբերությունների իր կոնտրագենտի հետ, իր հարաբերությունները իր դեպքում ոնց որ դուք ծառայության մատուցող կառույցում ձեռբերողների հետ, եւ ինքը ծառայություն մատուցողն է, երկու ուղղությամբ էլ մեր համար կարևոր է ապահովել արդար պայմանները։ Ու այդ ուղղությամբ մենք փորձում ենք աշխատել, մենք փորձում ենք թե ալգորիթմի, թե գնային քաղաքականության, թե զեղչերի, թե իրավարվելակերպի, թե պայմանագրերի ուսումնասիրություն անել։ Գործընթացը կարող ավելի երկար է, քան դեր ակնկալիք դա ոնց որ լուծման իմաստով, բայց այնքանով որքանով այդ մեր լիազորություններն է, մենք ինչքան մենք խոսացել ենք, այսինքն ժամանակ երբ որ խոսքը տգեն իմ քննարկման մասներ, ու ժամանակ երբ որ ես մաքսիմում վերացեցի, այդ ընթացքի տեսքով գործընթացը չի կանգնել։ Այսինքն այս մեր մոտ առաջնահերթություններից հանդի դուրս չի եկել, մենք շարունակում ենք այս նույն ուղղությամբ աշխատել։ Այդ առնվազն մեր բանի մասով վստահաբար կարող ասեմ։ Շատ լավ, ես եմ աշխատում, ես չի որ։ Փոխանցում ուրիշ մասով։ Լավ, դե ես 2 օր կանչում եմ, որ ձեզ հետ խոսամ։ Հա, իրական որտեղ իմ քննարկումներ Ոչինչ, ես եթե նկատել եք շատ մեծ համբերություն ունեմ, 40 օր սպասեմ, ոչինչ։ Շատ բարի, շատ հաճելի եւ հաջողություն ձեզ, լավ օր։ Դե։ Այսպես հարգելի վարորդներ, մնացածը չգիտեմ, թողում եմ ձեզ։